անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն։ Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ։ Ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն։ Օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում։ Բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ։ Հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Կատարիր գնումների ձյան համակարգիր խանութ սրահներից և յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ և լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Զրուցակիցս քաղաքագետ, հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանն է։ Ողջույն, պարոն Մելիքսեթյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ եւ շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Մելիքսեթյան, քարոզարշավը թեև արդեն մոտենում է ավարտին, բայց այնուամենայնիվ դոմինանտ թեմաներից մեկը խաղաղություն, անվտանգություն եւ տնտեսություն, եւ շատ է շրջանառվում այն, որ տնտեսության համար անհրաժեշտ են խաղաղ պայմաններ, որպեսզի կայունություն լինի, ներդրումներ լինեն երկրում, տնտեսությունը կարողանա զարգանալ եւ դրանով իսկ նաեւ օգնի կառուցել անվտանգություն, հա։ Բայց հիմա նաեւ կա խոսույթ, որ եթե այսպես ասենք հավատում ենք, որ խաղաղություն է հաստատվում Ադրբեջանի հետ, ապա դրան զուգահեռ Հայաստանը կազմաքանդում է տնտեսությունը, ակնարկելով, որ հեռանում է Ռուսաստանից, խնդիրներ ստեղծում ԵԱՏՄ-ի հետ, հետո հետևաբար խնդիրներ ստեղծում տեղական արտադրողների համար ու նման բաներ, եւ կապակցվում, որ հետևաբար այս խաղաղության օրակարգը կայուն օրակարգ չէ։ Կխնդրեմ նախ այս նարատիվներին, այս խոսույթներին անդրադառնալ եւ արդյոք սրանք կարող են, այսպես ասենք, հա, իրականության մեջ տեղ ունենալ, հաշվի առնելով նաեւ Հայաստանի նկատմամբ տնտեսական ռետորաբանությունը։ Նախ բոլոր այս փաստարկները, գիտեք, պետք է կարելի է սկսել հակառակ տրամաբանությամբ, ենթադրենք խաղաղության տրամաբանությունը կայուն տրամաբանություն չէ եւ ինքը, ասենք, ինչ-որ հարցականներ ունենք մենք այդ գործընթացում, իսկ մենք այդ գործընթացում այդ հարցականներ ունենք։ Լավ, իսկ դրա հակառակը պատերազմի տարբերակում մենք ավելի կայուն հեռանկարներ ունենք, կամ ոչ խաղաղություն, ոչ պատերազմի, ինչը մենք ունեցել ենք 94-ից մինչև 2020 թվականները տարբեր սրացումներով։ Մենք ավելի լավ վիճակում ենք գտնվել, իհարկե ոչ, ու երբ որ այս ռետորական հարցերը մեր քաղաքական եւ ոչ քաղաքական դաշտում տրվում են, ու ինչ-որ դժգոհության, բողոքի կամ բնական շատ այն խնդիրները, այն հարցերը, այն որ կան հայ-ադրբեջանական գործընթացում եւ որոնք մտավախություններ կամ մտահոգություններ են առաջանում, մենք փորձում ենք վերլուծել։ Մի բան է հենց դրանց վերլուծել, մի բան է հասկանալ, փորձել հասկանալ տարբեր սցենարները, այդ թվում ռիսկային սցենարները, եւ լրիվ այլ բան է այս ինչ-որ խաղաղության նկատմամբ ոչ թե սկեպտիցիզմը, այլ ուղղակի ես դա անվանում եմ դժգոհություն, որովհետեւ քաղաքական առումով բոլոր այն, գրեթե բոլոր ի բացառություն մի երկու քաղաքական ուժերի մարգինալ հասկանում են, որ այդ գործընթացը իրականում այլընտրանք չունի եւ իրենք այդ այլընտրանքը չեն առաջարկում իրական, բացի ինչ-որ տեսական եւ անիրատեսական տարբերակներից, բայց ուզում են, որ դժգոհ են դրանից, այսինքն որ իրանք իրավունք ունենան դժգոհել, որ կան հայ-ադրբեջանական այդ գործընթացում ինչ-որ անորոշ կետեր, սպառնալիքներ, ռիսկային սցենարներ, հա։ Սա մի կողմ։ Երկրորդը ես համաձայն չեմ այն ձևակերպման հետ, որ Հայաստանը ինչ-որ խնդիրներ է ստեղծում Եվրասիական միության հետ, Հայաստանը ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի ինչ-որ կոնֆլիկտից այս հարցերում, եւ դուք գիտեք այն կոշտ հայտարարությունները, որ հնչում են առաջին հերթին Ռուսաստանից եւ Ռուսաստանի հետ ասոցացվող Բելարուսից, հա, որ մենք ունենք վերջին շրջանում, դրանք Հայաստանի քաղաքականության հետ որևէ կապ չունեն
մենք եւ իրականության հետ նաեւ այդ հարցադրումները որևէ կապ չունեն, դրանք հորինված օրակարգեր են, որոնց հիմքում ոչ թե իրական ինչ-որ երկընտրանքն է Եվրամիության եւ Եվրասիական միության միջև, որ այդ խնդիրը իբր ակտուալ է այս փուլում, ես կասեի, որ դրա տակ խորհրդվեց այլ դժգոհություն Ռուսաստանի կողմից, այն գործընթացներից, որ մենք ունեցել ենք նախկինում։ Մի կողմից իհարկե դա Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումն է, որ մտավախություններ է առաջացնում Ռուսաստանում, բայց ես կարծում եմ շատ ավելի մեծ եւ լարված ձևով Ռուսաստանը նայում է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը, որովհետև իրենք շատ ավելի կարևոր եւ տարածաշրջանում տրամաբանություն փոփոխող գործընթաց է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի այն, ինչը Եվրամիությունը Ռուսաստանի համար չունի, դա ֆիզիկական ուժն է եւ ռազմական ուժն է եւ այս առումով իրենք շատ ավելի մտահոգված են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններով, մտահոգված են երկաթուղու հարցով, հա, գիտեք հայկական կողմը վերջերս հայտարարեց, որ իր ուժերով կվերականգնի Գյումրի ախորիկ եւ նաեւ Սադարակ երազ հատվածները, այսինքն երազ մինչեւ Նախիջևանի սահման հատվածը եւ կարծում եմ ատոմակայանի խնդիրը կար եւ շարունակվում է, դուք գիտեք, այս գործընթացը նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում։ Հետեւաբար Ռուսաստանը իրականում դժգոհ է մի գործընթացից եւ դրան հետ կապվող մի քանի խնդիրներից, բայց արտահայտում է այդ դժգոհությունը եւ այդ ճնշումը այլ հարցերում, դա ԵԱՏՄ-ի անդամակցությունն է, դա տնտեսական կախվածությունն է Հայաստանի Ռուսաստանից, որը վաղուց հայտնի է եւ որի մասին նաեւ մենք ձեր եթերում խոսել ենք, որ անխուսափելիորեն Ռուսաստանը սկսելու է օգտագործել այս լծակները եւ այս արսենալը Հայաստանի դեմ։ Իհարկե այստեղ կա նաեւ նախընտրական տրամաբանություն եւ ցանկություն այս ճնշումը մաքսիմալ ռետորական հատկապես դաշտում հասցնելով ազդել ներքին ընտրության վրա Հայաստանում, թեև ռուսական կողմը կարծում եմ նաև դիտարկում է այնպիսի սցենար, որտեղ այդ ազդեցությունը շատ թույլ է լինելու կամ չի լինելու, եւ այսօրվա նաև այն հայտարարությունները, որ մենք լսեցինք Մոսկվայից եւ այն հեռախոսազանգը, որ եղավ, կարծում եմ հենց դրա մասին են վկայում։ Ես կարծում եմ, որ սա ավելի շատ քաղաքական առևտուր է, հա, սա ավելի շատ հենց այդ ճնշումների տրամաբանությունը նախընտրական փուլում է կարևոր, որպեսզի դրանից հետո ինչ-ինչ համաձայնությունների գան Հայաստանի հետ, քաղաքական եւ ոչ քաղաքական, բայց այն ձևակերպումները, որ հնչում են, որ իբր մենք հիմա իսկապես ինչ-որ խնդիրներ ենք ստեղծում ԵԱՏՄ-ի համար, ինչ-որ այլընտրանքի առաջ են կանգնեցնում Ռուսաստանին եւ այլ գործընկերներին, դրանք իհարկե աբսուրդային են եւ դրանք ստեղծվել են ամբողջովին վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանից հնչեցվող հայտարարությունների ֆոնի վրա, հա, այսինքն իրենք գեներացրել են այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում չեն եղել եւ փորձում են դրանք ներկայացնել որպես իրականություն։ Շատ լավ, դուք նշեցիք քաղաքական առևտուր նախընտրական շրջանում, հետո այն բնականաբար քաղաքական կապիտալի վերածելու համար, բայց այստեղ առանցքային է, թե ինչի շուրջ է այդ առևտուրը, հա, երկաթուղու, ատոմակայանի, Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի շրջանակում ինչ գործակցության։ Մենք այդ դժգոհությունները լսել ենք վաղուց, իհարկե դա երկաթուղու թեման է եւ այն ջանքերը, որ Հայաստանը գործադրում է ռուսական կոնցեսիայից, այսպես ասած, ազատվելու, իհարկե ատոմակայանի թեման է եւ դուք կարող եք հիշել շատ խիստ հայտարարություններ ռուսական կողմից, Շոյգուի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, դա ընդհանրապես այս հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Ռուսաստանի ներկայության լիարժեք բացակայությունն է եւ բացակայությունն է նաեւ թրիփի, այսպես ասած, թրիփի համատեքստում, ինչը Ռուսաստանի նույնպես մտահոգում էր եւ նախկինում ռուս պաշտոնյաները բազմիցս բարձրացրել են նաեւ այս հարցը, հա, որ իրենք կցանկանան ինչ-որ մասնակցություն եւ Ռուսաստանի շահերի դիտարկում այս գործընթացում։ Հետևաբար ես կարծում եմ, որ սրանք շատ ավելի հիմնարար եւ կարեւոր խնդիրներ են
քան այն, ինչ մենք լսում ենք հիմա ԵԱՏՄ Եվրոմիություն համատեքստում, ուղղակի ռուսական կողմը շատ լավ գիտակցում է, որ իր հիմնական լծակները, որ մնացել են Հայաստանի վրա, դրանք առավելևս տնտեսական լծակներն են։ Նախկինում, ինչպես գիտեք, դա անվտանգությունն էր, բայց առայժմ Հայաստանի համար այս թեման հետաքրքիր չէ եւ Ռուսաստանը չի կարողանում լիարժեք օգտագործել այն շանտաժը, այն վախերը, որ կային նախկինում Հայաստանում, հա, ռուսական հովանավորության հետ կապված, որ Ռուսաստանը կարող է իսկապես պաշտպանել Հայաստանը, Ադրբեջանի կամ նույնիսկ Թուրքիայի հետ ինչ-որ կոնֆլիկտային սցենարների դեպքում։ Հետևաբար փորձում են ճնշել տնտեսական լծակներով, բայց դուք կարող եք տեսնել, որ նաև այն ճնշումները, որ մենք հիմա որոնց հետ մենք առաջնվում ենք, իրենք առաջինը անշրջադարձելի չեն, իրենք կրում են հաճախակի երկրորդական բնույթ, ասենք նույն այն ալկոհոլային արտադրությունը, որը նաև Հայաստանում քչերին է հայտնի, հա, որը արգելվեց Ռուսաստանում, այդքան մեծ բաժին չունի ռուսական արտահանվող, հա, հայկական ալկոհոլի մեջ ռուսական շուկայում, այստեղ ամենահայտնի երևի արգելված ապրանքատեսակը ջերմուկ հանքային ջուրն էր, որի շուրջ ռուսական կողմը սկսել էր խնդիրներ ստեղծել դեռևս 2022, եթե չեմ սխալվում, թվականից, երբ որ իբր ինչ-որ մի անձնավորություն խմելով ջերմուկը թունավորվել էր եւ մահացել։ Հետևաբար ես կասեի, որ առայժմ մենք շատ ավելի մեծ, այսպես ասած, անպագորգոր հայտարարություններ ունենք ռետորական մակարդակում, հողի վրա այն արգելքները, որ մենք ունենք, դեռևս երկրորդական են եւ անշրջադարձելի չեն, այսինքն իրենք կարող են բավական արագ փոխվել, բայց Ռուսաստանը, հայ-ռուսական հարաբերություններում մենք տեսնում ենք, որ այս արսենալի կիրառումը եւ գնալով սրացումների ավելի խորը եւ ավելի լայն դրսևորումները դառնում են ավելի տարածված եւ ես կարծում եմ, որ սա այնուամենայնիվ ընդհանուր տենդենց է եւ մենք չենք կարող խուսափել այս զարգացումներից։ Ես կարծում եմ, որ այս զարգացումները նաեւ օգտակար են Հայաստանի համար։ Առաջինը շատ ավելի լուրջ մտածելու իսկապես իր տնտեսության դիվերսիֆիկացիայի վրա, ինչը մինչ այս պահը չի արվել։ Երկրորդը նաեւ այն գործընկերներին Հայաստանի, որոնք նախկինում լուրջ չեն վերաբերվում նաև այս սպառնալիքներին, սկսել ավելի լուրջ վերաբերվել եւ Հայաստանի հետ հարաբերություններում ստեղծել հնարավորություններ արտահանելու հայկական գյուղատնտեսական ապրանքատեսակները եւ այլ արտադրությունը դեպի այդ նոր շուկաներ։ Առաջին հերթին իհարկե խոսքը Եվրոմիության մասին է։ Իհարկե այստեղ շատ կարևոր է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը, հարաբերական հարաբերությունների զարգացումը, բայց սա ավելի մի քիչ դանդաղ գործընթաց է լինելու հավանաբար։ Հետևաբար Եվրոմիության հետ այս գործընթացը ավելի կարևոր է եւ Հայաստանը եւ Եվրոմիությունը պետք է զարգացնեն այդ դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրենց ջանքերը եւ հիմա մենք այդ առիթը ունենք։ Իհարկե Հայաստանը շահագրգռված չէ խզելու իր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ եւ ինքը բազմիցս դա նշում է, հայկական բարձրաստիճան պաշտոնյաները դա նշում են, բայց պլան B ունենալը ոչ թե որպես տեսական ինչ-որ ծրագիր, այլ հողի վրա աշխատող ծրագիր մեզ պետք է եւ ես վստահ եմ, ինչպես բոլոր այլ հարցերում, եթե դու ունես այլընտրանք, իրական այլընտրանք, ոչ թե տեսական, քո դեմ այս նաեւ գործիքները չեն աշխատում կամ շատ ավելի թույլ էֆեկտ են ունենում եւ սա բոլոր քաղաքական հարցերում է, հա, դուք հիշում եք մենք նույն անկլավների թեմայով օրինակ նույն տրամաբանությունն ենք քննարկում ալտերնատիվ կոմունիկացիաների եւ այլն եւ այլն։ Պարոն Մելիքսյան, շարունակելով այդ քաղաքական առևտրի թեման, այլ որքանով կարող են արդյունավետ լինել ռուսական կողմի համար, այսինքն որքանով կարող է այդտեղ Ռուսաստանը հաջողել ինչ տրամաբանությամբ։ Մենք հիշում ենք, որ երկաթուղու հետ կապված հարցով վարչապետ Փաշինյանը նշեց, որ ռուսական կոնսենսիան Հայաստանի երկաթուղին դարձնում է ոչ մրցակցային եւ կարող է վտանգ լինել, որ Հայաստանը դուրս մնա, այսպես ասենք, այդ ապաշրջափակման տրամաբանությունից բխող
գրավիչ եւ մրցակցային ենթակառուցվածք լինելու տրամաբանությունից եւ ինչպես նկատեցիք վերջերս նշեց, որ կառավարությունն է վերականգնելու երկաթուղու այդ հատվածները, ինչին Ռուսաստանին եղբայրաբար խնդրում էին եւ համբերատար եւ երևի թե մերժում են ստացել, բայց տրամաբանությունը որը կարող է լինել, այսինքն մենք մեր հաշվին վերականգնենք, ռուսները շարունակեն այն շահագործել կամ կառավարել ու Հայաստանը շարունակի մնալ ոչ մրցակցային։ Ես կարծում եմ բացի այդ երկու հատվածների վերականգնում, որը շատ տակտիկական, այսպես ասած, խնդիր է եւ կարճաժամկետ, այդ խնդիրը, այդ լուծումները մեզ պետք են, որ ունենանք արդեն իսկ երկաթուղային կապ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ Հայաստանը չպետք է սպասի իսկապես ռուսական արձագանքին, որը բացասական էր, հա, Ռուսաստանը ուզում է մաքսիմալ հետաձգել այս հարցը, որովհետեւ իրականում այս համատեքստում ինքը շատ ավելի մեծ ակնկալիքներ ունի, քան ուղղակի վերականգնել այդ հատվածները։ Ինքը ուզում է իր դերի ամրագրումը կոմունիկացիաների ապաբլոկադայի գործընթացում, այսինքն որ ինչ-որ ձևով Ռուսաստանը այս գործընթացին մասնակցի եւ իր շահերը հաշվի առնվեն հայկական Հայաստանի կողմից։ Մենք հետագայում շատ ավելի լուրջ խնդիր ենք ունենալու մնացած մեր երկաթուղային ցանցի մոդեռնիզացիայի հետ կապված, որովհետև այն ճանապարհները, որ կառուցում է Ադրբեջանը առաջին հերթին, դրանք ենթադրում են շատ ավելի արագ եւ շատ ավելի բորակային առումով բարձր ուղևորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համակարգ, որը չկա Հայաստանի տարածքում եւ դրա համար մեզ պետք է նաեւ իրականացնել այդ մոդեռնիզացիան Երասխից մինչեւ Մասիս, մինչեւ Գյումրի եւ այն հատվածները, որոնք օգտագործվելու են միջազգային տրանզիտի շրջանակներում եւ այստեղ Ռուսաստանը տարբեր պատճառներով ունակ չէ դա անել, այսինքն տեխնիկական պատճառներով, ֆինանսական պատճառներով, պատժամիջոցների տակ գտնվելու պատճառներով, ու մենք չենք կարող դրա վրա աչք փակել, հա, սա մեզ պետք է, սա մեր իսկապես մրցունակ լինելու գլխավոր երաշխիքն է, եւ Հայաստանը ստիպված պետք է սա անի իր ուժերով կամ այլ գործընկերների բերելով, հա, այս գործընթաց ու ինչ զարգացումներ կունենան, ինչ հետևանքներ դրանք կունենան հայ-ռուսական հարաբերությունների վրա, սա հետաքրքիր հարց է, որովհետև ինչպես նշեցի, Ռուսաստանի համար այս գործընթացը շատ ավելի կարևոր է եւ Ռուսաստանի համար այս խնդիրը շատ ավելի էական եւ մեծ նշանակություն ունի, քան այն հորինված թեզերը, որ հիմա իրենք շրջանառության մեջ են դրել իբր Եվրասիական միության եւ Եվրամիության միջև ընտրություն կատարելու, հա, որի մասին խոսում են ամենուր։ Պարոն Մելիքսեթյան, Baku Energy Week-ին Դոնալդ Թրամփը նամակ է հղել, որում նշում է, որ տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գաղտնաժողովի հիմնական տարրերից մեկն էր։ Ին վարչակազմը անհամբեր սպասում է հունիսին այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումների։ Միասին մենք կխթանենք խաղաղությունը, կամրապնդենք բարգավաճումը եւ կկառուցենք ավելի անվտանգ ապագա ձեր տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում, ասում է Դոնալդ Թրամփը։ Հունիսին սպասվող քննարկումները, որը ազդարարում է ԱՄՆ-ի նախագահը, սա հենց, այսինքն այդ ապաշրջափակման տրամաբանության մեջ է տեղավորվում։ Դա մի քիչ դժվար է գուշակել ինչ է ակնկալում Դոնալդ Թրամփը իր տարբեր գրառումներով սոցցանցերում, ինքը նաև բավական արագ փոխում է այն, ինչ գրում էր նախորդ օրը եւ այլն, սակայն ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը այս գործընթացներին, այդ թվում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաբլոկադայի եւ այլ զարգացումների ինքը ակնհայտ է, մենք տեսնում ենք, որ այդ նպատակները նախկինում, որ արտահայտվել են շատ ավելի ընդհանուր ձևերով, դառնում են հողի վրա եւ դառնում են պայմանագրերի եւ երկկողմանի շատ ավելի կոնկրետ փաստաթղթերի հիմք եւ այդ զարգացումը հայ-ամերիկյան հարաբերություններում աննախադեպ մենք հիմա ունենք, հետեւաբար իսկապես ԱՄՆ-ի շահագրգռվածությունը եւ հետաքրքրությունը այս տարածաշրջանի նկատմամբ ակնհայտ է եւ այստեղ տարերից մեկը, բացի TRIP-ը, այսինքն TRIP-ի տարերից մեկը, ինչպես գիտեք, բացի երկաթուղին, որ բավականին երկարաժամկետ նաեւ շինարարության օբյեկտ պետք է լինի, էներգետիկ համակարգերի միացումն էլ առաջին հերթին էլեկտրոգծերի, հա, այսինքն Հայաստան, Ադրբեջան եւ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան
էլեկտրական կոմունիկացիաների, հաղորդակցությունների եւ հետաքրքիր է սրա մասին է խոսքը, թե այլ ինչ-որ խնդիրների, դուք գիտեք, որ թրիփի մեջ բացի երկաթուղին մտնում է տեսականորեն նաև գազատարեր, նավթատարեր եւ մանուխներ եւ այլ կոմունիկացիաներ եւ եթե խոսքը վերաբերում է հենց էներգետիկ համակարգին, ապա միանշանակ սրանցից մեկի մասին է խոսքը եւ ամենաառաջնային քննարկվող թեման, որ եղել է նաև հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում, արծարծվել է առնվազն դա էլեկտրական կապն է Նախիջևանի եւ Ադրբեջանի հիմնական տարածքի միջև Հայաստանի տարածքով եւ ինչպես գիտեք նաև ըստ վարչապետի հայտարարության այդ դեպքում այդ կոմունիկացիաները նաև պարտադիր չէ որ անցնեն մեղրիով, այսինքն կարող են այլ հատվածով անցնել ավելի հյուսիս Սյունիքի մարզով իհարկե էլի ու շատ հետաքրքիր է արդյոք այս զարգացման մասին է ակնարկում Դոնալդ Թրամփը, թե մենք կունենանք այլ զարգացում Վաշինգտոնյան պայմանավորվածությունների թրիփի համատեքստում, որովհետև մենք մոտենում ենք իրականում գործնական փուլին նաև թրիփի իրագործման եւ էլեմենտներից մեկը իհարկե սա է, այս էլեկտրակոմունիկացիաներն են, բայց շատ ավելի կարևոր եւ լուրջ խնդիր է երկաթուղու շինարարության մեկնարկը, որը եթե սկսի այս տարի իհարկե շատ հուսադրող եւ կարևոր փոփոխություն կարող է լինել։ Եվ այն, որ մոտենում ենք դրա գործնական իրագործմանը, կարող է բեկվել հունիսի 7-ին։ Կարող է, այսինքն ընտրությունների արդյունքում դե ամեն ինչ իհարկե կարող է լինել, բայց ես կարծում եմ, որ այն հարցումները, որ մենք ունենք, այնուամենայնիվ այլ պատկեր են ցույց տալիս, իհարկե ընտրություններից առաջ գուշակել կամ ասել, որ քաղաքական ուժը ինչ արդյունքներով կհաղթի, դա իմ մասնագիտական դաշտից բավականին հեռու է, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այս հաջողությունը, որ մենք ունենք հայ-ամերիկյան հարաբերություններում, այս հաջողությունը, որ կա նույն կոմունիկացիաների ապաբլոկադայի շուրջ փաստաթղթային, որ մենք ունենք, ընդհանրապես վերջին շրջանի Հայաստանի իսկապես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, Եվրամիության քաղաքական համայնքի, եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ այլն, դրանք նպաստում են, որ Հայաստանում այն քաղաքական ուժը կամ ուժերը, որոնք աջակցում են այս տրամաբանությամբ Հայաստանի արտաքին քաղաքականության նաեւ զարգացումը ավելի մեծ շանսեր ունեն, քան իրենց հակառակորդները, քան ընդդիմությունը, եւ սա պատճառներից մեկն է, որ նաեւ ռուսական կողմը, ինչպես նշեցի, կարծում եմ նույնպես իր հաշվարկների մեջ սա ընդունում է եւ ենթադրում է այնպիսի երկընտրությունների, որտեղ Ռուսաստանին աջակցություն հայտնող քաղաքական ուժերը կարող են պարտվել եւ հետեւաբար ինքը ստիպված է լինելու պայմանավորվել այլ ուժերի հետ, սա կարևոր է եւ իհարկե ընտրություններից հետո մենք կտեսնենք ինչ զարգացումներ կլինեն բոլոր այս ուղղություններում։ Շնորհակալ եմ։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Զրուցակիցս հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն էր։ Մնացեք առաջինի հետ, շարունակում ենք րոպեներ անց։ Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայել Ոսկանյանն եմ, զրուցակիցս Ալիք մեդիայի հիմնադիր, կոնֆլիկտաբան, արևելագետ Արսեն Խառատյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խառատյան, քարոզարշավը արդեն մոտենում է ավարտին, բան չի մնացել։ Դե կրքերն էլ շարունակում են եռալ, հիմնական դոմինանտ թեմաներից մեկը դա աշխարհաքաղաքական, այսպես ասենք, ընտրության հարցն է, որը մեծ հաշվով նաև պայմանավորում է այս քարոզարշավը, եթե դրան նաև գումարում ենք ռուսական կողմի տարատեսակ հայտարարությունները կամ ըստ տարբեր հրապարակումների միջամտության փորձերը եւ այլն։ Մի հարց սկսենք նրանից, թե
Այն ընտրակաշարքները, որ մենք տեսնում ենք, հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում է կամ ենթադրյալ ընտրակաշարքները, որոնք արդեն ստացել են համակարգային բնույթ ըստ տարբեր բնորոշումների, արդյոք սա օրինակ կարող է տալ հնարավորություն մասնակից մյուս կուսակցություններին, քաղաքական ուժերին դիմել սահմանադրական դատարան հասկանալու համար, թե արդյոք այդպիսի գործողությունները, այստեղ կարևոր հանգամանք է համակարգված գործողությունները ազդեցություն ունենում են ընտրարշավի եւ գուցե արդյունքում դրա, այսպես ասենք, թվերի վրա, թե ոչ, հա։ Կարևոր հարց եք տալիս այն առումով, որ կարծես թե քաղաքական ընդդիմության մի հատվածը տարբեր փորձեր է անում ապա լեգիտիմացնելու կամ կասկածի տակ դնելու արդեն իսկ ընտրությունները, նախընտրական քարոզչության այս փուլում դրա պակասը չենք տեսնում եւ նաեւ լսում ենք այն մասին, որ հունիսի 7-ից հետո պետք է սպասենք ինչ-որ փողոցային միջոցառումների։ Հիմա ինչքանով կարող են ընտրակաշարքների արկայությունը, երբ ասենք համակարգված, սա ինչ է նշանակում, ով է դա անում։ Քաղաքական մեծամասնությունը կարծես թե դրա մեջ չի մեղադրվում եւ սա բազմիցս խոսվել է նաեւ ձեր տաղավարում, որ սա առաջին դեպքն է Հայաստանի պատմության մեջ, երբ ընդդիմությունն է հիմնական ընտրակաշարք բաժանողը, ոչ քաղաքական մեծամասնությունը։ Ուրեմն այս տեսանկյունից իհարկե 18 քաղաքական ուժ է մասնակցում, գուցե ինչ-որ մեկը կարող է սահմանադրական դատարանում ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնել այս հիմքով նաև, բայց դրա մասին վաղ է խոսել, ես կարծում եմ, որ դեռ ունենք շատ ավելին մինչ այդ, հունիսի 7-ի բուն ընտրական գործընթացները այդ օրը, այսինքն ընտրությունների թափանցիկության մակարդակը, ընտրությունների բաց լինելու մակարդակը, սա դեռ ամենամեծ փորձությունն է, որ պետք է անցնենք, ունենք նախադեպեր, որ 2018-ից այս կողմ կարծես դեռևս ավանդույթ է դառնում, այսինքն ինստիտուցիոնալ քաղաքական ինստիտուցիոնալ օրենքի մակարդակով ունենք հիմքերը, բայց քաղաքական կամքով է, որ մենք ընտրությունների կեղծում չենք տեսել կամ համատարած կեղծիքներ չենք տեսել։ Հիմա շատ կարևոր է, որպեսզի սա դառնա հիմնական մեր, այսպես ասած, այլևս նույնիսկ դիտորդական խմբերը անելիք շատ չունենան։ Բայց թե ինչ հիմքով կարող են ընտրությունների արդյունքները կամ դրանց որակը վիճարկել, դեռևս վաղ է խոսել դրա մասին, չեմ կարծում, թե ընտրակաշարքներն են լինելու այդ հիմքը, եթե իհարկե քաղաքական մեծամասնությունը ինքը այդ հիմքով չգնա սահմանադրական դատարան։ Հարցը, այսպես ասենք, կառուցեցի հիշելով 2003 թվականը, 2004-ին նախանշված վստահության հանրաքվե եւ այլն, հա։ Այդպիսի բնականաբար արդեն ընտրությունների արդյունքներից հետո ավելի պատկերավոր կլինի, թե ինչ կարող է տեղի ունենալ, բայց ընտրությունների արդյունքները, եթե հիմնվում են օրինակ տարբեր հարցումների վրա, հա, մոտավորապես որոշակի պատկերացում կարող ենք կազմել, թե ինչ արդյունքներ պիտի սպասենք մեծամասնության կամ առհասարակ խորհրդան անցնող ուժերի տրամաբանությամբ, այլ ոչ թե կոնկրետ թվերի, այնուամենայնիվ առանցքային այն իշխանությունը, որ պարբերաբար օրինակ քաղաքական իր խոսույթում Ծառուկյան, Քոչարյան եւ Կարապետյանն է դիտարկում, այս ուժերն էլ բնականաբար իշխանությանն են փորձում հարվածել, կա նաև մի այսպես ասեմ, հա, մի այսպեսի մոտեցում, որ այս ուժերը միմյանց օգնում են իրականում։ Հենց դրա համար էլ իշխանության համար թիրախը այս երեքն են, այսպես ասենք, որտեղ հիշում ենք օրինակ Գյումրիի ընտրությունները, հա, երբ Փաշինյանը գնաց քարոզարշավին Գյումրիի եւ այնտեղ հենց ուղիղ նրանց անունը տալով կարգեց իր գլխավոր քաղաքական հակառակորդներ, հիմա այս դեպքում համապետականի ժամանակ է դա տեղի ունենում, հետո երբ հետևում ենք Փաշինյանի խոսույթին, որ Քոչարյանը նստելու է, Ծառուկյանն էլ, Կարապետյանն էլ եւ այլն, եւ դրա համար երևելի մանդատ է պետք դա իրականացնելու համար, հա, ենթադրաբար, բայց այստեղ հարցերն էլի առաջանում, այսինքն որքան էլ որ մենք խոսենք հավասար, ենթադրյալ կամ ժողովրդավարական գործընթացների, ազատ, թափանցիկ գործընթացների մասին, այնուամենայնիվ քաղաքական նպատակահարմարությունը այստեղ եւս աչք է զարնում, հա, եթե դոմինանտ չէ, բայց առնվազն աչք է զարնում։ Հետեւաբար այս իրավիճակում մենք կարող ենք հանգել նրան, որ ինչպես իշխանությունն էր ընդդիմությանը խորհրդանական այս բնորոշում որպես գանձ եւ շատ հարմար նույնն այս ընդդիմությունն է իշխանությանը բնորոշում, կարող է բնորոշել գուցե որպես շատ հարմար, պարտված, ինչպես իրենք են, հա, բնորոշում, կապիտուլացված, ըստ օրինակ Ռոբերտ Քոչարյանի ու նման բաներ։ Այսինքն մենք ունենք մի, եթե
պետության տրամաբանությունից ենք նայում եւ Հայաստանի զարգացման տրամաբանությունից ենք նայում, իրավիճակը այնքան էլ, այսպես ասենք, լավը չէ, եթե կարելի այդպեսի չափման միավոր օգտագործել, եթե նայում ենք զուտ քաղաքական ուժերի քաղաքական նպատակների տրամաբանությամբ, ապա ուղղակի ամեն ինչ շատ օրինաչափ է, հա, նայած որ կողմից ենք մենք նայում։ Դե սկսենք նրանից, որ փաստ չէ, որ ընդդիմադիր տարբեր ուժեր, իսկ մասնավորապես Փաշինյանի կողմից առանձնացված եռյակը իրար պարտադիր օգնում են լինելով առանձին ընդդիմադիր ուժեր, որով իրենց ընտրազանգվածի մի մասը հաստատ կրկնվում է։ Այսինքն օրակարգի տեսանկյունից եւ ընդդիմադիր լինելու տեսանկյունից եւ Փաշինյանին ոչ ասելու տեսանկյունից նույն շատ են մարդիկ, որոնք կարող էին երեքին էլ ձայն տալ։ Հիմա այդ ոնց է բաշխվելու եւ դրա արդյունքում որոնք են անցնելու շեմը, հա, սա քաղաքական իմաստով փաստ չի, որ իրենք իրար օգնում են, եթե բլոկով գնային, գուցե ավելի հուշկու կարողություն ունեն, բայց իրենք իրենց քաղաքական հաշվարկներ ունեն, թերևս ինձ ու ձեզից ավելի լավ են հասկանում, թե որն է իրենց համար ավելի ճշգրիտը։ Ինչ հարած, սա է մեր քաղաքական դաշտը, ավելի լավը ես ձեզ համար չունեմ, ինչպես ասում են, հա, այսինքն մենք ունենք այս քաղաքական խմբերին, որոնք տևական ժամանակ որոշները եղել են նախկինում իշխանությունում եւ կուտակել են նաեւ ադմինիստրատիվ ռեսուրսներ ու կարողություններ, գիտելիք պետական կառավարման, ինչու ոչ իհարկե ֆինանսական կարողություններ։ Հիմա վերադառնալով աշխարհակաղակական օրակարգին, այդտեղ իհարկե նաեւ դիրքավորվում են որպես աշխարհակաղակական կենտրոնների հետաքրքրությունների եթե չասենք գործողներ, բայց նաև այո, իրենց նախընտրությունները չեն թաքցնում, նշված երեք կուսակցությունները կամ քաղաքական խմբերն ակնհայտ պրոռուսական են, Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը իրենց դիրքավորում են որպես դեպի արևմուտք գնացող քաղաքական խումբ, ինչը ինչ որ իմաստով նաև նեղացնում է հնարավորությունը այլ ընդդիմադիր դիրքերում գտնվող պրոարևմտյան ուժերի համար իրավիճակը, որովհետև եթե օրակարգը նույնն է, եթե ընտրությունը լինելու է դրդված է լինելու աշխարհակաղակական ուրեմն նախընտրություններով, ապա մարդիկ գնալու են ավելի պրակտիկ տրամաբանությամբ ձայն են տալու այն ուժին, որի ուրեմն հնարավոր հաղթանակն ավելի մեծ են համարում։ Բայց մի առանձին դրվագի, այսինքն ինչ նշանակում Քոչարյան նստելու է, Ծառուկյան նստելու, 8 տարի է ղեկավարում եկես երկիրը։ Հետո էլ ինչի է պետք, այն մուրճն ու մանգաղը մի անգամ տվեցին, տեսանք, որ առանձնապես արդյունք չկա։ Հիմա ինչի պիտի այդ հիմքով տան։ Չգիտեմ, օրինականություն պահպանությունը, պահպանելը չափազանց կարևոր է, բայց շատ վտանգավոր է ռեսուրսի վերաբաշխման հետ կապված ընթացիկ հարցերը, որոնք որ բարձրացվում են, սպառնալիքները անվերջ, վերբալ բռնությունն ի վերջո, հա, այսինքն բառամթերքի է սրում ընդ որում եւ գործող քաղաքական մեծամասնության եւ ընդդիմության կողմից, որոնք գուցե ինչ որ պահի կարող են ցավոք ֆիզիկական բռնության դրսևորումներ ունեն։ Այդ դրանք են իմ վախերը, որոնք Հայաստանի այս փուլի ողորկ ժողովրդավարության համար հաստատ ամենանպաստավորը չեն եւ այս տեսանկյունից կարծում եմ, որ մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի իմաստնություն, գիտելիք եւ կարողություն լինի, որպեսզի մեր ժողովուրդը սադրանքների չտրվի, որովհետեւ ցավոք մենք տեսնում ենք, որ այդ սադրանքն ամենուր է, դա հորդում է եթերից, բռնությունը հորդում է եթերից եւ ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ ինչքան մոտենանք ընտրություններին, այդքան ավելի լարվելու է իրավիճակը, հուսամ, որ մենք այս անգամ զերծ ենք մնալու որևէ ֆիզիկական բռնության դրսևորումներից։ Իհարկե հուսանք, բայց դա եւս գուցե նաեւ հետևանքն է նրա այնինչ կատարվում է էլի մեր քաղաքական դաշտում եւ այլն, այսինքն նաեւ փոքրինչ հարցադրումներ կան, որոնք օրինակ գուցե տրամաբանական են, հա, մարդիկ, ովքեր անցնում են տարբեր առանցքային քրեական գործերով, հա, ենթադրենք սահմանադրական կարգի տապալման կամ չգիտեմ, որը մի 1000 անգամ վերաձևվեց այդ գործը, հետո այդ մարդկանց, այսինքն այդ մարդկանց ոչ մի քաղաքական գնահատական չկա, հա, իրենց քաղաքական գործունեության համար, որը կարող է ունենալ օրինակ հետևանք։ Այս ընտրակաշառքները, որ մենք տեսնում ենք, չէ, բռնում են այն մարդկանց, ովքեր պայմանավորվում են տարբեր մարդկանց հետ, ում են տալու, որքան են տալու, ինչպես են տալու, ինչի համար են տալու, էլի որևէ հետևանք
չկա կոնկրետ քաղաքական ուժի համար, հա, ինքը որ քաղաքական, այսպես հետևը չի կրում, ինքը շարունակում է իր գործունեությունը, շարունակում է իր քաղաքական քարոզարշավը, շարունակում է գուցե նաև այդ ընտրակաշառքի գործընթացը, այսպես ասենք, ու եթե համակարգված է իրականացվում, ուրեմն այստեղ մենք ինչ-որ հանցավոր խմբավորման հետ գործ ունենք, չէ՞, եթե դա քրեորեն պատժելի արարք է, եւ դա համակարգված է, ու այդ հանցավոր խումբը դրա անունը ինչ էլ ուզում է դնենք, հա, ուզում է ՀԿ դնենք, ուզում ենք կուսակցություն դնենք, դա հենց գործունեության բնույթը, այսպես ասենք, չի փոխվի, ապա հետևանք չկարելի նրանց համար, հա, հետևաբար այստեղ մտավախություններ, որ կարող է այս լինել, այն լինել, էլի հենց քաղաքական, այսպես ասենք, գնահատականների բացակայության հետևանք է ամեն ինչը։ Դուք նշում եք աշխարհաքաղաքական նախապատվությունների մասին եւ մարդիկ այո բացահայտ ազատ դիրքավորվում են։ Տեսեք, հիմա փորձեմ մի օրինակով հարցադրում անել։ Մենք տեսանք զորահանդեսը եւ տեսանք նոր սպառազինությունները, որը վերջի տարիներին Հայաստանը ձեռք է բերել, որը տրամաբանորեն բոլորի համար անկախ քաղաքական հայացքներից կամ ապաքաղաքական լինելուց, պարզ է, չէ՞ որ դա Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար է այդ զենքը, ոչ թե ինչ-որ կուսակցության պաշտպանության համար, չէ՞։ Եվ այս տրամաբանությամբ այն բառամթերքով կամ տրամաբանությամբ, որ քննադատվում են այդ զենքերը եւ դրանց ձեռքբերման գործընթացը։ Հիմա կապեմ աշխարհաքաղաքականության վերաբերյալ հարցին։ Ցանկացած ուժ ցանկացած անհատ կարող է ունենալ աշխարհաքաղաքական հայացքներ եւ նախապատվություններ, բայց այստեղ առանցքային է դառնում, թե որ քաղաքական ուժը ինչպես է ածանցվում այդ նախապատվություններին։ Հայաստանի Հանրապետության խնդիրների լուծումը եւ շահերի սպասարկումը տեսնում է օրինակ Ռուսաստանի հետ խորը հարաբերությունների մեջ եւ ինչպես, թե ենթադրենք Հայաստանի Հանրապետությունը որպես ռեսուրս է տեսնում Ռուսաստանի շահերի սպասարկման համար, որից Հայաստանին դե ինչ որ մի փշրանքներ բնականաբար հասնելու են այնուամենայնիվ եւ հակառակը Հայաստան արևմուտք կամ արևմուտք Հայաստան։ Հարցերի մի ողջ շարան է, իհարկե զորահանդեսին ցույց տրված ռազմական փորձագետներն ավելի լավ գնահատական կտան, ես տարբեր բնականաբար հայտարարություններ տեսել, վերլուծություններ նաև տեսել եմ, կարծես թե բանակի ընդհանուր առմամբ այլ կերպ կառուցելու տրամաբանության մեջ է սա տեղավորվում, եթե նախկինում մենք այնուամենայնիվ Ռուսաստանի եւ ավելի մեծ հետխորհրդային ռուսական բանակի մի փոքրիկ հատվածի տրամաբանության մեջ էինք դիտարկվում, հիմա մենք մեր կարիքները հոգալու համար ինքներս կարողություն եւ հնարավորություն ունենք մասամբ բավարարելու մեր ռազմական կարողությունները կամ կարիքները։ Սա նաև որպես հնարավորություն բացվել է իհարկե այն բանից հետո, երբ Հայաստանը կարողացել է առանց ռուսների միջնորդավորվածության խոսելու առանձին տարբեր պարտներների հետ։ Մենք այնտեղ նաև տարբեր պարտավորություններ ունեինք հայ-ռուսական երկկողմով, որտեղ որոշ տիպի սպառազինություններ, օրինակ Հնդկաստանից գնելու պարագայում միևնույնը պիտի ունենային Ռուսաստանի թույլտվությունը, որտեղ դրանք նախապես ռուսական զենքերն եղել, այսպիսի պարտություններով եւս անցել ենք, բայց կրկնեմ այս ոլորտի հետ կապված թերևս ռազմական փորձագետներն ավելի լավ պատասխաններ կտան։ Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական ընտրության կապին նրա հետ ինչ որ կատարվում է այստեղ ինձ համար առաջնահերթը քաղաքակրթական ընտրությունն է։ Մենք ինչ ենք ուզում, մենք ինչ տիպի միությունների, միավորումների, ակումբների անդամ ենք ուզում լինել, ունենք փորձը հետխորհրդային ԱՊՀ Ռուսաստան եւ Եվրասիական տարածքում տարբեր փուլերով անցնելու, որտեղ նույնպես շահեկան բաներ կան, այնպես չի թե ամեն ինչ միայն վատ է, բայց մենք հնարավորություն ունենք օրինակ վերպետական մի կառույցի հետ խորացնելու հարաբերությունները, որն այնուամենայնիվ իր պատմության ընթացքում, կարճ պատմության, հա 50-60 տարվա պատմության ընթացքում ավելի շատ երկրներ է տեսել, որոնք ցանկացել են լինել այդ կառույցի անդամ, քան իրենց պարտադրվել է դա։ Սա թերևս մարդկության պատմության մեջ ընդլայնվող եւ կայսերապետական չէ, այնուամենայնիվ այնտեղ կան ձայնի իրավունք ունեցողներ, յուրաքանչյուրն այնուամենայնիվ իր ասելիքը կարողանում է տեղ հասցնել եւ կոնսենսուսով են շատ հարցերում որոշումներ կայացվում, ուրեմն այս առումով օրգանական է զարգացումն ավելի եւ դրանք համահունչ են ընթանում մի շարք տրամաբանական ուղղություններով տնտեսություն, ապրանքներ, կրթություն, հա օրենսդրություն, այս ամենը փաթեթի մեջ է։
Այսպես եթե նայելու լինենք, ապա ես կարծում եմ, որ մեր քաղաքակրթական ընտրությունը այո եվրոպականն է եւ այդտեղ որևէ մեկը ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծ մասն այնուամենայնիվ քաղաքակրթական իմաստով իհարկե շատ ավելի կողմ է այս տրամաբանությանը, բայց կան այն իրողությունները, որոնց հետ պիտի առերեսվենք մեր տարածաշրջանը, անվտանգային հարցերը, որոնք տեսել ենք։ Հիմա եկել հասել ենք մի կետի, որ երբ 2013-ին մենք ընտրություն ենք կատարում չստորագրել արդեն 3.5 տարի բանակցված Եվրամիության հետ պայմանագրերը պատճառաբանելով դա անվտանգային սպառնալիքներով, իսկ այդ անվտանգային սպառնալիքների մասին հիշեցնեմ, մեզ հիշեցրեց Ռուսաստանը, հա, այսինքն անենք դա կլինի սա։ Հիմա կորցրել ենք Արցախը, ունենք լիովին այլ իրադրություն, ինչ պիտի անենք, հետ պիտի գնանք էլի սկսենք աշխատել Ռուսաստանի հետ ինչ-որ տրամաբանության մեջ, թե այնուամենայնիվ պիտի փորձենք մեր կարողությունների չափով եւ մեր հետաքրքրությունների եւ առաջնահերթությունների տրամաբանությամբ կառուցել հարաբերությունները այլոց հետ։ Կարծում եմ երկրորդը եւ մենք դա մասամբ անում ենք եւ արել ենք եւ այդ զորահանդեսնել դրա վկայություններից մեկն էր, հա, այսինքն եթե մենք մինչեւ 2020-22 թվականը 95%-ով ռուսական զենք ունեինք, հիմա 95%-ով հակառակն ունենք։ Սա չի նշանակում, թե Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն պետք չի ունենալ ընդհանրապես։ Սա նշանակում է, որ այն կարիքները, որոնք գնահատել ենք, ես կրկնեմ, ոլորտի մասնագետներն ավելի լավ կասեն, կարողացել ենք դիվերսիֆիկացնել մասնակի եւ ստանալ այլ կարողություններ այլ տեղերից։ Բայց սա նաեւ մեր բանակի նոր տրամաբանության այն մարտունակությունը, որ մենք կուզեինք ունենալ, այն մարտահրավերները, որոնց հետ առերեսվում կամ բախվում ենք, դրանց շրջանակներում, ոչ թե Ռուսաստանի շահերի այս տարածաշրջանում, այլ մեր շահերի, եթե կարողանանք շարունակել այս ընթացքը, իսկ ես մեծ հույս ունեմ, որ չնայած քայլում ենք բավականին բարակ սառույցի վրայով, այնուամենայնիվ մենք կարողանալու ենք դեռևս տևական ժամանակ խորացնել հարաբերությունները առանց կտրուկ շարժումների։ Լսում ենք իհարկե սպառնալիքներ, որոնք որ մեզ մեր տեղն են փորձում դնել, հա, իմացեք ձեր չափը, համարյա սրան ենք, չէ, առերեսվում ամեն օր, բայց ես կարծում եմ, որ դրանք առավելապես սպառնալիքներ են, որոնք նաև ներքին սպառման խնդիր ունեն, որովհետև արդեն 4-րդ տարին Ուկրաինայում փաստացի ֆիասկո ապրող Ռուսաստանը, հա, այսինքն չեն կարողանում, հա, 2 շաբաթում հատուկ գործողություն անվանվածը 4 տարուց ավել է տևում եւ նախորդ ամիս առաջին անգամն է այս 4 տարիների ընթացքում, երբ Ուկրաինան ավելի շատ տարածք հետ է գրավել, քան կորցրել է։ Մենք Ռուսաստանի տարբեր մակարդակներում լսում ենք պատերազմի ավարտելու մասին, այսօր Դումայում էինք խոսում, հա։ Այսինքն հասկանալի է դարձրել, որ այս, այսպես ասած, մաշեցնող պատերազմում Ռուսաստանը եկել է մի կետի, որտեղ թերևս ինչ որ իմաստով տուպիկային է իրավիճակը եւ փորձել է գտնում։ Հիմա ինչ, հիմա դեռ երկրորդ ֆրոնտ դիպացեն մեզ հետ։ Դե ես դա ծիծաղելի եմ համարում եւ անհնարին մոտ։ Շատ լավ։ Տեսեք, դուք ասում եք մենք կարող ենք զարգացնել հարաբերությունները Եվրամիության կամ ընդհանուր Արևմուտքի Միացյալ Նահանգների հետ առանց լուրջ ռևերանսների, այնքանով որքանով հիմա դա հնարավոր է, եւ բնականաբար պահպանելով Ռուսաստանի հետ շփումներ, այնքանով որքանով դա մեզ հետաքրքիր է, հա, շատ կոպիտ ասած։ Բայց մյուս քաղաքական դերակատարները հարցը շատ կտրուկ են դնում, հա։ Ինչու է այդպես։ Այսինքն, եթե կա բալանսավորման քաղաքականություն, այսօր էլ վարչապետը դրա մասին էր խոսում, այդ քաղաքականությունը Հայաստանը վարում է այնպես, որ 1000 անգամ պնդում է չվնասի որևէ գործընկեր երկրի, այդ թվում եւ Ռուսաստանին բացառապես նվելով իր շահերի վրա, եւ եթե անգամ մենք խոսում ենք Եվրամիությանը հնարավոր անդամակցության գործընթացի մասին, դա էլի պարզ է, որ բավականին երկար գործընթաց, այդ ընթացքում 1000 ջուր է հոսելու, 1000 բան կարող է տեղի ունենալ եւ այլն եւ այլն։ Հետևաբար, եթե այս ամեն ինչը շատ պարզ է, ինչու են այն քաղաքական ուժերը, ովքեր կողմնորոշված են դեպի Ռուսաստան, հարցը դնում բավականին կտրուկ։ Դուք ասացիք ԵԱՏՄ, որտեղից այնպես չի որ միայն շատ կոպիտ ասած վնաս կա, հա, կան նաև բնականաբար օգուտներ, առևտուր է փոխադարձես այն, բայց օրինակ Ռոբերտ Քոչյանը հարցազրույց է տվել RBK-ին, ասում է, որ Հայաստանի տնտեսությունը հենց հիմա կազմաքանդվում է եւ Հայաստանը ընտրել է պատրանքը իրական առավելությունների ԵԱՏՄ-ի փոխարեն։ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց այսօր, որ Հայաստանի քաղաքացիները սնանկանալու են, զրկվելու են, որովհետև Հայաստանը լքում է ԵԱՏՄ-ն եւ գնում է Եվրամիություն, որտեղ ոչինչ չկա։ Գրեթե նույն բանը ասում է օրինակ Սամվել Կարապետյանը, հա, այսինքն այս մարդկանց խոսույթը եւ քաղաքական առաջարկը մեզ չի տեղավորվում ժամանակային իմաստով եւ գործողությունների տեմպի այն տրամաբանությանը, որը գուցե իրականության մեջ կա։ Ինչու՞։
Դե իրենք իհարկե, այսպես ասած, ապոկալիպտիկ սցենարներ պիտի ներկայացնեն, նաև հաճախ ռուսաստանցի պաշտոնյաներից առաջ ընկնելով ավելի նեգատիվ պատասական հետևանքներ պատմելով, բնականաբար չեն խոսելու այն մասին, որ այդ Եվրասիական միությունում լինելը միայն մեզ համար չի շահավետ։ Այո, մենք փոքր ենք, գուցե մեզ համար շատ ավելի հարցեր կան, որտեղ մեր բիզնեսները, ես չեմ ասում միայն մեր արտադրողները, որտեղ ռեէքսպորտի պակաս էլ չկա այդ շուկաներում, այսինքն դրանք առևտրի տեսակներ են, որոնք ուղղակի մեր անդամակցությունը օգտագործելով, քվոտաներն օգտագործելով, հարևան երկրների շատ ապրանքներ, որպես Հայաստանում արտադրված արտահանվում են նաև այդ ուղղությամբ։ Դրանք գուցե կդադարեն կամ կպակասեն։ Ինչ կլինի մեր գյուղատնտեսության հետ չեմ կարող ասել, տնտեսագետներ լավ խոսեն այս մասին վստահ եմ, բայց կան մի քանի տեսաների բաներ, որոնց մասին կարելի է խոսել։ Օրինակ, հենց մեր իսկ ապրանքների գները կարող են նվազել մեր սպառողի համար։ Վերջապես էժան ծիրանք ուտենք նորից, դրական բաներն էլ նայենք, եթե խոսում ենք ոչ ֆորմալ սանկցիաները, որոնք որ ակնկալվում են։ Այստեղ պետք կլինի որոշակի լուրջ ֆինանսական ներհոսք եւ կարծում եմ, որ արևմուտքի հետ սա բանակցվում է, հնարավոր ռուսական սանկցիաների պարագայում մենք կունենանք աջակցություն։ Մենք դրա օրինակը տեսել ենք 2008-ին Վրաստանում, երբ հնգորիա պատերազմից հետո սանկցիաները էապես ավելացան Վրաստանի վրա, հատկապես գինիների հարցում եւ ոչ միայն, եւ այնտեղ համ որակի ավելացում եղավ, որակը լավացավ, համ զուգահեռաբար կարողացան նաև այլ շուկաներ գտնել եւ կախված չմնալ միայն մեկ շուկայից։ Ռուսաստանը մեծ շուկա է, հեշտ է այնտեղ, գուցե նաև ենթակառուցվածքներին ենք ավելի ծանոթ, նաև բիզնեսի պատմությունն ենք եւ այլն, բայց գիտեք, ինքնիշխանության ճանապարհին գները կան, գին կա դրանց եւ դրանց մասին արդեն տևական ժամանակ է խոսում են եւ ռուսական կողմը եւ մենք մեր ներսում ենք խոսում եւ միջազգային խաղացողները եւ միջազգային ֆինանսական կառույցները, որոնք հետազոտություններ են անում հնարավոր հետևանքներ ուրեմն այստեղ բարդ սխեմաներ են գործելու եւ իհարկե տրանսֆորմացիաներ լինելու են, բայց դրան պիտի պատրաստ լինենք, եթե ուզում ենք ինքնիշխանության ավելի բարձր մակարդակ ունենալ։ Սա է գինը եւ մեր քաղաքացին պիտի սա հասկանա, գիտակցի, որ այո, դժվարություններ ունենալու ենք, բայց ես կարծում եմ, որ հեռահար իմաստով սա այն միակ ճանապարհներից է, որով պիտի գնանք։ Շատ լավ, էլի մի բան, որ քննարկվում է նաև այսօր Քարոզ Արշավյանի ընդդիմության կողմից, հիմա ասենք որ մեջբերումներն ենթադրենք, այո, այդ խաղաղությունը այո հաստատվում է, այս կողմ այն կողմ եւ տնտեսության զարգացման համար բնականաբար կայուն անվտանգային իրավիճակ է պետք, ներդրումներ կան, այս լինի, տնտեսությունն էլ զարգանա, որպեսզի կարողանա մեծ ներդրում ունենալ այդ անվտանգության եւ խաղաղության մեջ։ Ասում եմ, լավ, եթե խաղաղությունը հաստատվել է եւ անվտանգային իրավիճակը բարելավվել է, չգիտեմ եւ այլն, բայց ինչու է գնում տնտեսությունը քանդելու ճանապարհով, որպեսզի չկարողանա սպասարկել այդ անվտանգությանը կամ խաղաղությանը։ Դե եկեք ուրեմն սկսեմ հետեւյալից, որի մասին կարծես թե հաճախ չեն հիշեցնում Ռոբերտ Քոչարյանին, քանի որ ինքը համարում է, որ հայերն ու ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են, ինքը թերևս Ադրբեջանի հետ հնարավոր հեռանկար չի տեսնում տնտեսական հարաբերությունների։ Այդ ինչպես է խաղաղություն հաստատելու, այդ մարդուն այդ հարցը պիտի տան, դեռ շարունակում է համարել, որ մենք գենետիկորեն անհամատեղելի ենք, սա մեկ։ Ուրեմն մենք բլոկադայի պայմաններում տևական ժամանակ գոյատևած տնտեսություն ունենք, որը իհարկե փոխակերպումների է ենթարկվում։ Եթե Ռոբերտ Քոչարյանի կամ այլոց ընկալմամբ տնտեսություն Ռուսաստանի հետ, այդ շուկայի հետ միակ կապը կամ շատ խորը կամ այսպես նախապատվություն տված կապը միակն է եւ եթե այդտեղ փոփոխություն է անում, ուրեմն քանդում է տնտեսությունը, այստեղ մենք համամիտ չենք, մենք խնդիր ունենք այդ հեռահար իմաստով նաեւ ավելի մեծ շուկա դառնալու, որտեղ մենք միայնակ շատերին հետաքրքիր չենք։ Մենք այնուամենայնիվ առնվազն գոնե հարավկովկասյան շուկա կարող ենք դառնալ կամ պետք է դառնանք, որպեսզի հետաքրքիր լինենք ավելի խոշոր ներդրողների համար։ Սա բարդ process է։ Խաղաղության պայմաններ չունենք, մենք ունենք պատերազմի բացակայություն, մինչև կհասնենք այդ խաղաղությանը դեռևս այստեղ էլ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց տնտեսական եւ համագործակցության տարբեր ուղղություններով կարող ենք առաջընթաց ունենալ անգամ մինչև բուն խաղաղության պայմանագիրը, որի վկայությունն է որոշ առևտրային կապեր, որ հաստատվել են եւ նաեւ կոմունիկացիաների օգտագործումը Ադրբեջանի տարածքով։ Սրանք բարդ եւ հոգեբանորեն եւ էմոցիոնալ տեսանկյունից խնդիրներ են։ Մենք երկար ճանապարհ ենք անցնելու, եթե անցնելու ենք, որպեսզի իրական խաղաղության հասնենք, բայց տնտեսությունը չի կարող չփոխակերպվել այս նոր իրադրության մեջ եւ այդ փոխակերպումները ինքնին բերելու են անվտանգություն, այսինքն այստեղ խնդիրն այն չի, որ տնտեսությունը զարգանա, ավելի փող ունենանք, ավելի զենք առնենք։ Խնդիրն այն է, որ մենք այնպիսի փոխադարձ կապվածություններ ու կախվածություններ ունենք, փոխադարձ կրկնում եմ, որպեսզի
նախ մենք մեր ներսում մոտիվացիա չունենանք կրպատերազմի միջոցով հարցեր լուծելու եւ երկրորդը կարողանանք ինչ որ իմաստով միասնական շուկա դառնալ ավելի խոշոր ներդրումների եւ հետաքրքրությունների համար։ Փոխադարձ կապացությունների մասով Baku Energy Week-ին հաղորդնամակում ԱՄՆ նախագահն ասում է տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գվերնաժողովի հիմնական տարրերից մեկն էր։ Իմ վարչակազմը անհամբեր սպասում է հունիսին այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումների։ Միասին մենք կխթանենք խաղաղությունը, կամրապնդենք բարգավաճումը, կկառուցենք ավելի անվտանգ ապագա տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում, նշում է Դոնալդ Թրամփը։ Էներգետիկ ոլորտ եւ հունիսին քննարկումներ այս հարցում ձեր նշած փոխադարձ այդ կապակցվածությունները, այսինքն հիշում ենք, չէ՞ որ Փաշինյանն էլ հայտարարել էր Ադրբեջանի եւ Հայաստանի էլեկտրական մալուխների եւ այլնի սինխրոնացման մասին, հետո Հայաստանի տարածքով Նախիջևանի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջև այդ կապի ապահովման եւ այլն, խոսքը սրա մասին է։ Կոնկրետ չեմ կարող ասել, թե Թրամփի այս ուղերձը ինչ է ունեցել տողատակում, նկատի ունեմ էներգետիկայի որոգությունը, պետք է ենթադրել, որ այստեղ թերևս գազամուղի եւ նավթատարների մասին է խոսք գնում, որ մեզ համար միայն հետաքրքիր է, թող Հայաստանի տարածքով անցնի, ինչի մասին է խոսքը, ինչքան շատ բան մեր տարածքով անցնի, այնքան բարձրանում է նաև մեր անվտանգության գինը, թվում նաև շահութաբեր է։ Բայց օրինակ Հայաստանի պարագայում ես կարծում եմ, որ մենք էլեկտրաէներգիայի բավականին լուրջ ավելցուկը, որ հիմա ունենք, որտեղ արևային էներգետիկան այնքան է աճել, որ մենք ցերեկվա ընթացքում բավականին լուրջ էներգիա ենք արտադրում եւ գիշերը ատոմակայանը չենք կարող այլ չափերով որտեղ ինչ որ ստանդարտ կա, որից ներքև չես կարող ունենալ, մենք ունենում ենք բավականին լուրջ ավելցուկ եւ դա Իրանին ենք հիմա տալիս։ Իրանի հետ էլ ունենք, գիտեք, այդ բարտերը, որը էլեկտրաէներգիան գազի դիմաց է, այսինքն մեզ համար ամենաթանկ նստող էլեկտրաէներգիա արտադրելու ուղղությունը, որը ջեկն է, ջերմային էլեկտրակայանն է, որտեղ գազ ենք վառում, որ հոսանք ստանանք, հա, ուրեմն Իրանի հետ այդ փոխադարձ բարտերային տրամաբանությամբ ենք աշխատում, բայց արդյոք կարող ենք, որտեղ Ադրբեջանը էներգետիկ տեսանկյունից ըստ էության կարելի է ասել սուվերեն է, որտեղ գազ է վառում, ինքը էժան գազ ունի, ինքը իր գազով կարողանում է էլեկտրաէներգիա արտադրել, բայց դա ամենաթանկ էլեկտրաէներգիան է։ Արդյոք հետաքրքրություն կարող է լինել տարբեր ուղղություններով, հենց ասենք չգիտեմ, մենք էլեկտրաէներգիա տանք փոխարեն ինչ որ բան ստանանք, այս է լուրջ խոսակցություն կլինի։ Օրինակ գազ, այն փաստը օրինակ, ինչու ոչ։ Այո, եթե գազի գին են բարձրացնելու ռուսները, եւ մենք ես ասեմ, ես տևական ժամանակ եմ ասում, ես շատ ուզում եմ, որ մենք շուկայական գնով առնենք գազը Ռուսաստանից։ Ինչու՞։ Ասեմ, որովհետև սա անբնական վիճակ է մեր տնտեսության համար։ Հասկանում եք, սա մի, այսպես ասած, մարիչ է, որ յուրաքանչյուր րոպե կարող է փոխվել եւ լծակ է մեր դեմ։ Որովհետեւ մենք կարողանանք այլ շուկաներ փնտրել։ Իրանի հետ հնարավոր գազի այլ տրամաբանություն կառուցենք։ Վաղը միսօր այո, նաև այլ խաղացողների, որովհետև այսօր ինչ է կատարվում։ Այսօր Ադրբեջանը ռուսական գազը չէ տեղափոխում Եվրոպա փաստացի էլի բարտերի տրամաբանությամբ։ Հա, այդտեղ նորմալ է, մերը նորմալ չի։ Դրան գումարենք նաև այն, որ ինչքան շատ հնարավոր աղբյուր, որից կարող ենք օգտվել, այդքան լավ, եւ ընդհանրապես ինչքան հնարավոր է նվազեցնենք գազի կիրառությունը մեր իրականության մեջ։ Հիմա եթե մենք էլեկտրաէներգիա արտադրող բավականին լավ կայացած համակարգ ունենք, այսինքն 4 հիմնական ուղղություններով, հա, հեկերը, ջերմաէլեկտրակայանը, ատոմակայանը եւ արևային էներգետիկան, որոնք այսպես ասած մեր էներգետիկ համակարգի, էլեկտրաէներգիայի համակարգի հիմնական կլաստերներն են, այստեղ որքան ավելացավ մեկը, այն մյուսը ավելցուկի է, չէ՞, վերածվել, որովհետև շուկան այնուամենայնիվ մեր այնքան մեծ չէ։ Հիմա այստեղ մենք կարող ենք խոսել, քննարկել հնարավոր այդպիսի փոխադարձ կապվածությունների մասին։ Օրինակ Թուրքիայի պարագայում սա ինձ շատ հետաքրքիր, դրա կարիքն ունեն։ Ընդ որում ես որքան գիտեմ, ենթակառուցվածքներն են եղել խորհրդային շրջանից մնացած եւ շատ դժվար չի դրանց վերականգնումը։ Ուրեմն այսպիսի հարցեր կարող ենք քննարկել, ել չասեմ, որ դե Իրանը որպես շուկա էլեկտրաէներգիայի անվերջ կարիք ունի։ Ուրեմն ասած սա այն է, որ այն ուղղությունները, որտեղ մենք ունենք որոշակի տալու բան, դա նույնպես քննարկման առարկա պիտի լինի այս նոր տնտեսական իրողությունների մեջ, որում մենք պիտի հայտնվենք եւ կամ հայտնվում ենք արդեն իսկ։ Եվ այն ինչ անվանում են քանդում են տնտեսությունը, ես կարծում եմ, որ այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, ուղղակի աշխարհակաղակական մի կենտրոնից մեր կախվածության նվազեցումն է, որը նյարդայնացնում է որոշ քաղաքական գործիչների։ Շատ լավ։ Եվ վերջում ամենակննարկվող, ամենաշատ արձագանք գտնող թեման է այս մեկի մասին 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման, որը ուժեղ Հայաստանն է ակտիվ առաջ մղում։ Դուք ասացիք, որ խաղաղության կապիտալիզացիան դա տևական գործընթաց է լինելու, հա։ Եվ սա խաղաղությունն ինքնին։ Այո, եւ սա նաեւ
պետք չէ շատ խորանալ հարցի մեջ հասկանալու համար, որ դա իրապես այդպես է, որովհետև մեզանից յուրաքանչյուրը այս բանին, որ փորձի պատկերացնել, որ ինքը վաղը հունիսի 8-ին իրերը հավաքելու է եւ գնալու է Բաքու, Արցախ, չգիտեմ, Գանձակ, Սումգայիթ եւ այլն, չի կարող պատկերացնել այդպիսի իրավիճակ։ Եվ հակառակ տրամաբանությունը եւս պետք է հաշվի առնել, որ այն կողմում եւս հունիսի 8-ին, չգիտեմ, ադրբեջանցիները իրերը չեն հավաքելու եւ գան Հայաստան, հա, պայմանավորված ու էլի այն հարցերով, խնդիրներով, մտավախություններով եւ այլն, ձևավորված պատկերացումներով, աչքը տեսածով, ինչը մեզ համար է, հա, հանդիսանում, այսպես ասենք, ելակետ դրա նկատմամբ։ Հետևաբար, եթե մենք գալու ենք ինչ-որ պայի հասնելու ենք այդ կապիտալիզացված խաղաղությանը, որտեղ այդ փոխվստահության մթնոլորտը այնքան բնական եւ տրամաբանական է լինելու, որ մենք կարող ենք մտածել եւ պատկերացնել այդպիսի իրավիճակ, հա, դա լինելու է շատ հեռու ապագայում, եթե այդպիսի բան լինելու է, այս կոպիտ ասած, հա։ Այսինքն ելնելով զուտ անհետապես մենք այդպիսի բան կարող ենք պատկերացնել մեր կողմից, հա, վաղը վեր կենանք գնանք Բաքու ուղղակի։ Ապա ինչու է այս հարցը բերվում օրակարգ։ Ինչու է այս հարցը դառնում դոմինանտ քննարկման առարկա, սրան արձագանքում է ամեն օր գրեթե Նիկոլ Փաշինյանը, սա մասին ամեն օր խոսում է ուժեղ Հայաստանը, բոլոր եթերներում այս թեման անպակաս է, ինչու։ Որովհետև մեր հանրության շրջանում գոյություն ունեցող վախերը, ֆոբիաները կամ այն ինչ տեսել ենք նաև այն քարոզչությունը, որը եղել է, այսինքն հնարավորինս թուրքացնել այս քաղաքական իշխանությանը, ես վերջերս նայում էի հերթական արդեն անցել են արհեստական բանականությամբ այնպիսի գովազդներ են, ես չգիտեմ այդ մարդիկ, որոնք որ դա անում են, իրականում ում են ծառայում, բայց դա մի կողմ եմ դնում, որովհետև շատ գրաֆիկ պատկերներ են, հա, ասենք Հայոց Ցեղասպանության հուշարձանի փոխարեն մզկիթ, ինչ-որ sense բաներ են անում։ Ինչևէ, իրենց խղճին թող մնա, հակագովազդի պակաս Հայաստանը չի ունեցել իր ողջ անկախության շրջանում, հիմա էլ հասել են արհեստական բանականության եւ համացանցի ժամանակաշրջան, բնականաբար ձևերի եւ երևակայության պակաս այդտեղ եւս չկա։ Այն, որ դեռևս շատ երկար ես կապիտալիզացիա չէի ասի, ես կասեի նախ ինստիտուցիոնալ խաղաղություն, այսինքն իրավապայմանագրային հիմքերով, որը նույնպես չունենք այսօր, եւ դրանից հետո հանրությունների շրջանում վստահության վերականգնում կամ ամրապնդում, որը նույնպես շատ բարդ է, որովհետեւ 120 տարվա հակամարտություն է սա։ Սա 88 թվին չի սկսվել, հա, նախորդ դարաշրջանի հայ-ադրբեջանական հայ-թաթարական, եթե կուզեք, բախումների պակաս չեն եղել, որոնք ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում։ Դրանից հետո խորհրդային տարիներ են ունեցել, որտեղ տարբեր շրջափուլեր են կանցել, հա, իրար առանձնապես չենք սիրել, չնայած ազգերի եղբայրության անվան տակ ապրել ենք։ Հետո եկել հասել է այն կետին, որ պորտկացել է եւ դարձել է նախին խորհրդային, հիմա արդեն ուկրաինական պատերազմը, եթե չհաշվենք, նախին խորհրդային տարածքի ամենաարյունալի պատերազմն ու հակամարտությունը։ Հիմա մենք ոնց ենք պատկերացնում, որ մենք ինչ որ մի արագ տեմպով կարողանալու ենք եղբայրական հարաբերություններ ունենալ, այդպես չի լինում։ Բայց եթե մենք ուզում ենք դրան հասնել, եթե մենք չենք համարում, որ մենք գենետիկորեն անհամատեղելի ենք, հա, այսինքն աբսուրդ հակագիտական բաների մասին չենք խոսում եւ իրապես փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք նախ եւ առաջ առանց միմյանց վրա կրակելու խնդիրները լուծել, որովհետեւ խնդիրները բազմազան են, շատ են եւ այդտեղ լուծումների կարիք է լինելու, հա, այսինքն որևէ մեկը չի կարող ասել, թե վաղը խաղաղության պայմանագիրն եղավ, մենք սկսելու ենք խաղաղ ապրել միմյանց հետ։ Դա դեռ երկար, ծանր, տևական ժամանակ է ունենալու։ Թե ով երբ ուր կհասնի, ասենք, հա, նկատի ունեմ այցելել կամ գնալ գալ, սա էլ է բարդ լինելու, բայց օրինակ սահմանային գյուղերը կարող են սկսել համագործակցել շատ պրակտիկ հարցերի շուրջ։ Հա, դրա կարիք ունեն երկու կողմերն էլ։ Եվ եթե գնանք եւ Հայաստանի 1000 կիլոմետրանոց սահմանային գյուղերը եւ Ադրբեջանի հակառակ կողմի գյուղաբնակների հետ խոսեք, վստահ եմ նրանք առաջինն են լինելու, որ հետաքրքրված լինեն ինչ որ կարգավորումներով, հա, ուրեմն այստեղ պրակտիկ հիմքեր պիտի լինեն, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն, դրանք կարող են լինել տնտեսական, դրանք կարող են լինել շատ բնապահպանական, հա, բարձ բան, ամենապարզից շուկայական ինչ որ հարաբերություններ, որոնք ռեալ, որոնց կարիքը ռեալ մարդիկ ունեն։ Իսկ այն խորքային ատելությունը եւ թշնամանքը, որ կա մեր մեջ նստած է եւ դեռ ասում նիկտոյի շնի հատմինյալ, հա, դա հեշտ չի լինում դա, դեռ պրոֆեսիոնալ ծանր երկար աշխատանք է պետք, առաջին հերթին քաղաքական կամքի մակարդակով երկու պետությունների, բայց նաեւ հանրությունները իրենք պիտի հասունանան, մենք դրա վրա պիտի աշխատենք, որպեսզի գանք դրան, որպեսզի խնդիրները լուծենք ոչ թե բռնի ճանապարհության ճանապարհով, այլև հնարավորինս դիվանագիտական, քաղաքական եւ ինչու ոչ մարդկային հարաբերություններով։
Եվ վերջինը այն ուժերը, որոնք նաև առաջ են տանում հայ այդ թեմաները, շատ են սիրում պատմական ինչ-որ հղումներ անել, ասկան Ռուսաստանի ներկայացնելու, Հայաստանի գոյատևման, զարգացման առանցք, չգիտեմ, ռեսուրս կամ ինչ-որ նման բաներ եւ հիմա էլ բնականաբար Ռուսաստանի հետ գործակցություն, երբ որ ասում են գործակցություն, խոսքը սովորական գործակցության մասին, ինչպես Հայաստանը տրամադրված է ունենալ, հա, բոլոր երկրների հետ, այսինքն գործակցություն, որտեղ դու քեզ թելադրում են, թե դու ինչ պետք է անես։ Բայց եթե անգամ մենք հղվում ենք, այսպես ասենք, այդ պատմական տրամաբանությանը ու եթե շատ էլ չխորանանք, խորքեր չհասնենք, ապա դուրս է գալիս, որ պատմական իրողությունները եւ տրամաբանությունը մեզ հուշում է, որ այն ինչ եղել է հայկական կամ հայկականությունը մեծամասամբ թրքացվել է ռուսականացման ժամանակաշրջանում Հայաստանի կամ հայկականության, հա, չգիտեմ, կոնկրետ Կարսի դեպքեր, Նախիջևան, Արցախ, ի վերջո, այսինքն ամենաթարմը, ինչ է դուրս գալիս, որ ռուսականացումը ենթադրում է թրքականացում այս դեպքում, ոչ թե հակառակը։ Ես շատ վստահ չեմ, թե այդ տրամաբանությունը ինձ համար ամբողջական է, բայց մեր տարածաշրջանի քաղաքական քարտեզը ցավոք այո հաճախ գծվել է ռուս-թուրքական համաձայնությունների արդյունքում եւ ոչ միայն, հա, այսինքն այն պատկերը, որ մենք ստացել ենք խորհրդային շրջանի 20-ական թվականներին, 21-23 թվականներին, գիտենք Կարսի եւ Մոսկվայի պայմանագրով էին, Լենին-Աթաթուրք համաձայնություններով էին, հետո Ստալինն է շարունակել այս քաղաքականությունը, այսինքն կտրատել են ձեզ սա եւ այս ամեն ինչը տեսել ենք մենք եւ կարծում եմ այստեղ պատմաբանների ուսումնասիրությունների պակաս չկա։ Եղել է նաեւ ռուս պարսկական, հա, այդ մասին էին հիշեցնում 200 տարի առաջ էին գնացել Թուրքմենչայի պայմանագրով ձևավորված սահմաններին, բայց այո, սահմանները քաղաքական աշխարհագրությունը գծվում է նաև խոշոր խաղացողների բախումների արդյունքում կամ հետևանքով, հա, եւ այս ամենը գծվել է նաև առաջին եւ երկրորդ աշխարհամարտերից հետո, ամբողջ մերձավոր արևելքն է վերածվել եւ օսմանյան կայսրությունն է փլուզվել։ Հիմա խորհրդային կայսրության փլուզման թերևս հաջորդ փուլն է կամ ռուսական այն կայսրության կամ ռուսական կայսերապաշտական պաշտության, ինչի արդյունքում տարբեր ալիքներ են, հա, գնում եւ դրանք ցավոտ կարող են լինել։ Ամենամեծ խնդիրը մետրոպոլյաների, այսինքն նախկին իմպերիաների կենտրոնների մտածողությունն ու մոտեցումն է։ Իրենք գալիս են հաճախ հին այդեր ասած դու վասալն ես, ես տերն եմ տրամաբանությամբ եւ արդյունքում ավելի շատ կորցնում են։ Եթե իրենք պրագմատիկ լինեին, այլ ոչ թե իմ կարծիքով արխայիկ մտածողության գրողներ, ապա շատ հաճախ շատ հարցերում մենք ավելի արագ լուծումներ կգտնեինք եւ պրակտիկ առումով բոլորի համար ավելի շահավետ։ Բայց մենք ունենք այն ինչ ունենք եւ այդ իրողությունների հետ պիտի առերեսվենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ալիք մեդիայի հիմնադիր, կոնֆլիկտաբան Հարսեն Խառատյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։